Armenia TV-ին և PM Publishing House-ը ներկայացնում են Նանե հեռուստահանդեսը։ Ծրագրի գործընկերն է Ջազվե սրճարանների ցանցը։ Համոզված եմ, որ ոչ միայն ես եմ անհամբեր սպասում ձմռան ավարտին։ Շուտով կսկսվեն արևային եղանակները և կպայծառանան ոչ միայն օրերը, այլև մեզ շրջապատող դեմքերը։ Եթերում Նանեն է, ողջույն։ Դիտեք այսօր Նանեի եթերում։ Իշխան կոնյակով, մոշով և բանջարեղենային խավարտով։ Ալերգիա անզգայացուցիչներից։ Ինչպես պարզել դեղորայքի հանդեպ զգայունությունը։ Երգչուհի Արփի Շահնուբարյանը ակումբային երգարվեստի, իմիջային փոփոխությունների, նորաձևության և դստեր դաստիարակության մասին։ Ցանկացած երկրի խոհանոց արտացոլում է այդ երկրի ավանդույթներն ու դարերից եկած սովորույթները։ Ուսումնասիրելով ազգային խոհանոցը կարելի է եզրակացություն կազմել բնակիչների նախասիրությունների, ծեսերի, ինչու չէ նաև բնավորության մասին։ Այսօր մեր խոհանոցում հյուրընկալել ենք Մեգերյան Կարպետ թանգարանի ավագ խոհարար, հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության անդամ Արտավազդ Սարուխանյանին։ Ողջույն Արտավազդ։ Գիտեմ, որ մենք այսօր շատ հետաքրքիր և շատ յուրօրինակ ուտեստ ենք պատրաստելու։ Դուք ճիշտ եք, պատրաստելու ենք կերակրատեսակ, որը կոչվում է ջրախարս։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է իշխանձուկ, բանջարեղեն, հիմնականում դա այստեղ պղպեղ, լոլիկ, կծու պղպեղ, սունկ, պետք է լինելու մեզ մոշ, հոն, կարող է լինել որից է մեկը։ Եվ մի հատ էլ սոուս ենք վերցրել սալորի սոուս։ Հիմա նախապատրաստենք խավարտի համար բանջարեղենը, կտրատում ենք։ Որպես հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության անդամ, կարող եք ասել, ինչպես է զարգանում և ինչպես է պահպանվում հայկական խոհանոցը, կամ ինչ եք անում դրա համար։ Սկսենք ամենասկզբից, լավ, երբ որ ժառանգությամբ արդեն անցել էր և որպեսզի հավաքվեն մի քանի հոգի խոհարարներ, որոնք նույն գաղափարը կունենան, մի փոքր դժվար գործեր, բայց կար մի մարդ, մեր կազմակերպության ղեկավարը Սեդրակ Մամուլյանը, որը հավաքեց իր շուրջ մարդկանց, մենք հավաքվեցինք իրոք գաղափարի շուրջ, որ կա հայկական խոհանոց, չէ՞ որ բոլորը ասում են, ինչ հայկական խոհանոց, մենք խոհանոց չունենք ընդհանրապես, բայց հավաքվեցինք և որոշեցին, որ առաջի քայլերը պետք է լինի ոչ թե Երևան քաղաքում, այլ պետք է լինեն մարզերում, գյուղերում։ Գնացինք գյուղեր, մտնում ենք տունարտուն, տատիկների մոտ, ասում ենք տատիկ ջան, պատրաստի մենք գրենք, էլի կամ նկարենք, ինքը դա անում էր, մտնում ենք դպրոց, երեխաներին տալիս ենք առաջադրանք իմ տատիկի կերակրատեսակը, երեխաները գրում էին, մենք հետո այդ ամեն ինչը արդեն ռեստորանում վերլուծում ենք, ոչ թե ձևափոխում ենք, այլ մոտեցնում ենք ռեստորանային մատուցման, որտեղ ռեստորանը հասկանում եք ինքը ունի ինչ-որ կոնկրետ ժամանակ պատրաստելու համար խոհարարը։ Չես կարող 2 օր պատրաստես, իսկ հայկական խոհանոցում կան կերակրատեսակներ, որոնք բավականին երկար են պատրաստում և ամբողջ օրիզը նրան է, որ մեր խոհանոցը բավականին մշակված է և ունեն բավականին հետաքրքիր կերակրատեսակներ, որոնք իրենց հերթին նաև դժվար պատրաստվող են։ Եվ դրա պատճառով սկսեցի մոռացվել է դա և նաև իհարկե ազդեց Սովետական միության 70 տարին, որտեղ ուտում էին կալորիա հավաքելու համար, բայց խոհանոց ոչ թե ուտելու համար է, խոհանոցը ճաշակելու համար։ Խոհանոցից պետք է նույն այդ հաճույք ստանաս, ոնց որ երաժշտությունից ես հաճույք ստանում, բույրից ես հաճույք ստանում, կինոյից ես հաճույք ստանում, նույնը պետք է խոհանոց անում։ Եվ մենք փորձեցինք դա կամաց-կամաց
զարգացնել, մատուցել մեր հյուրերին, իհարկե սկզբից բավականին դժվար էր, որովհետև կային կերակրատեսակներ, որոնք առաջի հայացքից անհասկանալի են, ինչի համար պետք է մենք ճաշակենք այս կերակրատեսակը, եւ ոչ թե օրինակի համար քյաբաբը։ Մենք ասում ենք, դե գիտեք, կարող ենք իհարկե անել, պատրաստել այդ քյաբաբը, բայց եկեք մենք սա փորձենք, հետո մենք նա կպատրաստենք ձեզ համար։ Եվ այդպես կամաց-կամաց սկսեց զարգացումը մեր աշխատանքները։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիրը, որ երբ որ արդեն բավականին երկար աշխատելուց հետո բավականին մեծ քանակությամբ ունեն կերակրատեսակներ, մեզ միանում էին տարբեր ոլորտի մարդիկ, ազգագրագետներ, պատմաբաններ, այսինքն գիտական աշխարհի մարդիկ, որոնք իրենց հերթին արդեն սկսեցին ուսումնասիրել մատենադարանը եւ տարբեր արխիվներ, Մխիթարյանների միաբանությունը, անցան ախտոջախներով։ Պարզվեց, որ հայկական խոհանոցը ոչ թե բաղկացած է կերակրատեսակներով, այլ սննդակարգերով։ Եվ հայկական խոհանոցը այնպիսի զարգացում ուներ, որ ուներ 365 օրվա համար նախատեսված սննդակարգ։ Հիանալի է ուղղակի։ Սա ձկան ֆիլեն է, առանց մաշկի, առանց փշերի։ Ես նախորոք սա արեցի, բավականին հեշտ է հանել այս կտորը։ Մեջքի մասից բացում ենք այն փշերի մասից, այսպես դանակի այս մասով տենց մտնում ենք փշերի ու մսի արանքը, մաքրում հանում ենք, հեշտացնում ենք ճաշակողի աշխատանքը։ Հիմա կիսում ենք, ստացվում է 2/5։ Բացվածք ենք տալիս, ահա այսպես, 2 կտորը այսպես ստանում ենք։ Շատ կարևոր է, որպեսզի խոհանոցում լինեն սուր դանակներ։ Դա առաջի պայմանն է։ Ինչի տանը չեն սիրում մտնել խոհանոց, հա, մանավանդ կներեք իհարկե կանեք, բայց դուք այդքան չեք սիրում մտնել խոհանոց։ Որտեղ դանակները սուր չեն, տանջվում են։ Հա, փաստորեն դա է պատճառը, լավ։ Իմացանք։ Հիմա բացեցինք, աղենք ցանում։ Իդեպ նկատեք, որ խոշոր ես ուզում էի ասել։ Ես աշխատում եմ միայն խոշոր աղով, որով ու բնական աղով։ Այնտեղ կարող է լինել նաև սև մանր կտորներ, բայց դա հենց աղն է։ Այն մանր խոշին, դա մենակ աղի համն է, ոչ մի բան տեղ չկա։ Օգտակար ոչինչ չկա։ Ոչ մի օգտակար բան չկա։ Հիմա անցնենք խոհանոց, արդեն նախապատրաստենք այո, ես կարող եմ օգնել ասելով մշակման։ Ինչ պետք է վերցնեմ ինձ հետ ասել։ Վերցնում ենք այս այսպես կանաչ սոխը ես կվերցնեմ։ Եվ վերջ մնացածը հետո կբերեմ։ Գնացինք։ Շնորհակալություն։ Մենք եկանք եւ միանգամից սկսեցինք տեղադրում ենք ձուկը, այսինքն մեր ջրահարսին։ Ես մեծ հաճույքով եւս մեկ անգամ պետք է համտեսեմ այս կերակրատեսակը, որովհետեւ երբ ձեզ մոտ հյուր էի Մեգերյան կարպետ թանգարանում, դուք ինձ հյուրասիրեցիք այս հետաքրքիր կերակրատեսակը եւ ես եւ իմ հյուրերը շատ հավանել էին։ Ինչպես տեսնում եք, ես բանջարեղենը հոնի պաստեղով արեցի, որ մի փոքր թթու համ տանք, ավելի հետաքրքիր նրան ուտենք։ Արտավազդ հետաքրքիր է, իսկ ունեք ձեր հեղինակային ուտեստները, որոնք նույնպես հետագայում կարող են ձեր խոհարարական, այսպես ասած, շարքին դասվել եւ այսպիսով փոխանցվել սերնդեսերունդ։ Կերակրատեսակներ կան, բայց ինչ ասում է, իմը դա թիմային աշխատանք է, դա իմը չի։ Թիմային աշխատանքի արդյունքում ծնվում են նոր կերակրատեսակներ եւ դա բնական երևույթ, որտեղ խոհանոցը տեղում չի կանգնում։ Շնորհակալ եմ Արտավազդ մեր այս ջրահարսը մեզ համար պատրաստելու, իսկ մեր սիրելի այսպես բանանեմ, այո, հեռուստադիտողները թող անպայման դիտեն Բաղադրատոմսը հեռուստաէկրաններին եւ պատրաստեն։ Իսկ մեզ բարի ախորժակ։ Ջրահարս
կես կիլոգրամ իշխան, 20 գրամ մոշ, 10 գրամ կանաչ սոխ, 10 գրամ կոնյակ, 40 գրամ պղպեղ, 30 գրամ թթվասեր, աղ, բանջարեղենային խավար։ Մոշը տապակել կոնյակով, լցոնել ձուկը, վրան քսել թթվասեր, դնել ջեռոցը։ Ալերգիկ երևույթները մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում, սակայն անցանկալի երևույթներից կարելի է խուսափել ալերգենները բացահայտելու դեպքում։ Ժամանակակից բժշկության մեջ ալերգենները դասակարգվում են մի քանի խմբերի, որոնց դասին է պատկանում դեղորայքային ալերգիան։ Այսօր այս թեմայով կզրուցենք Էկոսենս կենտրոնի փոխտնօրեն Նարեկ Պեպանյանի հետ։ Կարծում եմ դեղորայքային ալերգիան ոչ հազվադեպ երևույթ է ալերգիկների շրջանում։ Որն է ամենահաճախ հանդիպող ալերգենը դեղորայքի մեջ։ Տարանջատել դեղորայքի մեջ ալերգենը այդքան էլ ճիշտ չէ իմ կարծիքով, որովհետև ցանկացած դեղորայք կարող է հանդիսանալ ալերգեն եւ պատճառ լինել ալերգիկ ռեակցիայի դրսևորման։ Այդ իսկ պատճառով այն քաղաքացիները, ովքեր կյանքի ընթացքում որից մի անգամ ունեցել են ալերգիկ ռեակցիա, պետք է մաքսիմալ ուշադիր լինեն դեղորայք ընդունելու ժամանակ, որպեսզի ամենաթեթև դրսևորման ձևից սկսած տեղյակ պահեն իրենց բժշկին, որպեսզի հնարավոր լինի առավել շուտ կանխել ալերգիկ ռեակցիայի դրսևորումը։ Տեղյակ եմ, որ շատերի մոտ օրգանիզմի ռեակցիա է առաջանում որոշ անզգայացնող միջոցներից, տեղային ազգայացումից, ատամնաբուժական պրակտիկայում անզգայացման մեթոդներից։ Ինչպես է դրսևորվում այս ալերգիան։ Ցավոք սրտի ատամնաբուժության պրակտիկայում բավականին հաճախ են հանդիպում դեղորայքային ալերգիա։ Բացարձակ կապ չունի ատամնաբուժը որ ճանապարհով են կատարել անզգայացում։ Եթե պետք է զարգանա դեղորայքային ալերգիա, ուրեմն պետք է զարգանա։ Մեր հանրապետությունում բավականին լայն կիրառվում է որպես տեղային անեսթետիկ ստոմատոլոգիայի մեջ արտիկային պրեպարատը, որը նույնպես կարող է պատճառ լինել ալերգիկ ռեակցիայի։ Ստոմատոլոգիայում հանդիպող ալերգիայի դրսևորման ձևերը բազմաթիվ են, սկսած ամենաթեթև ձևերից մինչև ամենածանր ձևերը։ Ամենաթեթև ձևերը դրանք մաշկի հիպերեմիան է, քորի զգացողությունն է, բերանի խոռոչի լորձենու այտուցն է, դիսկոմֆորտի զգացողությունն է վերին շնչուղիներում, ավելի ծանր դեպքերը դրանք շնչարգելությունն է։ Բժշկության մեջ գոյություն ունի այսպիսի հասկացողություն Քվինկեի այտուց, որը անմիջական վտանգ է սպառնում մարդու կյանքին։ Չմոռանանք նաև անաֆիլակտիկ շոկի մասին, որը նույնպես շատ քրիտիկական պահ է առողջության համար եւ կյանքի համար։ Այս պարագայում անհրաժեշտ է նեղ մասնագիտական հրատապ բժշկական միջամտություն։ Ի ուրախություն մեր քաղաքացիների, մեր ստոմատոլոգների կարող եմ ասել, որ այսուհետև մեր ախտորոշման կենտրոնում կատարվում է սպეციფიկ ալերգենի որոշում արտիկային տեղային անեսթետիկի նկատմամբ։ Այսինքն քաղաքացին մեկ անգամ հանձնելով անալիզի համար վերցրվում է երակային արյուն, կարող է պատկերացում կազմել ինքը ունի ալերգիա արտիկային պրեպարատի նկատմամբ, թե ոչ։ Իսկ ինչպես են բացահայտվում մյուս ալերգենները։ Ալերգենները բաժանվում են մի քանի մեծ խմբերի։ Դրանք են հիմնականում շնչառական, բուսական, կենդանական, մանկական, ինչպես նաև դեղորայքային արդեն նշեցինք։ Բոլոր ալերգենները մեր կենտրոնում հնարավոր է բացահայտել։ Իսկ որոնք են այն պարտադիր հետազոտությունները, որոնք պետք է անցնեն ալերգիկները։ Արդեն նշեցի, որ ալերգիայի բացահայտման համար անհրաժեշտ է հանձնել սպეციფიկ տեստ ալերգենը պարզելու համար։ Կախված նրանից, թե քաղաքացին ինչ ալերգիկ դրսևորման ձև ունի, ըստ դրա բժիշկը որոշում է, որպեսզի քաղաքացին հանձնի սպეციფიկ այդ խմբի ալերգենի նկատմամբ հետազոտություն։ Եթե մարդը ունի շնչառական ալերգիա, ուրեմն պետք է հանձնի շնչառական տեստերը։ Եթե ունի դեղորայքային ալերգիա, ուրեմն դեղորայքային տեստերը։ Հետազոտությունը շատ արդյունավետ
հետազոտությունը եւ մի քանի ժամվա ընթացքում տալիս է պատկերացում թե քաղաքացուն, թե բուժող բժշկին տվյալ մարդու ալերգենի վերաբերյալ եւ հնարավորինս զերծ պետք է մնա տվյալ բժիշկը եւ քաղաքացին այդ ալերգենի հետ կոնտակտից։ Շատ տարածված է ծննդաբերության ժամանակ օգտագործել էպիդուրալ անզգայացման մեթոդը։ Արդյոք հնարավոր է ալերգիկ ռեակցիա այս մեթոդի ժամանակ կիրառվող դեղորայքից։ Ինչ վերաբերվում է էպիդուրալ անզգայացման ժամանակ կիրառվող անեսթետիկներին, միանշանակ կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա։ Որպես էպիդուրալ անեսթետիկ մեր պետությունում լայնորեն կիրառվում է բուբիվակային պրեպարատը։ Բուբիվակայինը նույնպես կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա։ Այդ իսկ պատճառով միանշանակ անհրաժեշտ է որպեսզի ապագա մայրիկները հետազոտվեն բուբիվակայինի նկատմամբ ալերգիա ունեն թե ոչ։ Կարող եմ հստակ ասել, բարձր որակով մեր ախտորոշման կենտրոնում կատարվում է բուբիվակայինի նկատմամբ ալերգենի որոշումը։ Ապագա մայրիկը տվյալ պարագայում ծննդկանը հանձնելով արյան անալիզ կարողանում է պատկերացում կազմել ինքը ունի տվյալ տեղային անեսթետիկից ալերգիա թե ոչ։ Բացի մանկաբարձությունից էպիդուրալ, սպինալ անզգայացման եղանակները կիրառվում են նաև ընդհանուր վիրաբուժության պրակտիկայում։ Ցանկալի է, եթե քաղաքացին որևէ մի անգամ իր կյանքում ունեցել է ալերգիկ ռեակցիա, նա մանավանդ դեղորայքից նույնպես հետազոտվի տեղային անեսթետիկների նկատմամբ ալերգիա ունի թե ոչ։ Իսկ կան արդյոք այլընտրանքային մեթոդներ անզգայացման մեջ, եթե անձը տվյալ բաղադրիչից ալերգիա ունի։ Եթե բուժող բժիշկը արդեն հետազոտել է քաղաքացուն եւ գիտի, որ տվյալ պրեպարատից ունի ալերգիա, քաղաքացին հետեւաբար ընտրում է բուժման ալտերնատիվ ձև։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, թեման բավականին ակտուալ էր եւ կարծում եմ մեր հեռուստադիտողները կհետևեն ձեր խորհուրդներին։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Նանեի տաղավարում այսօր հյուրընկալել ենք մի երգչուհու, ով հեռուստադիտողի մոտ տպավորվեց ինչպես ինքնատիպ արտաքինով, այնպես էլ ինքնատիպ կատարողական ոճով։ Նրա երգացանկը բազմաժանր է, ժողովրդական կատարումներից մինչև արտասահմանյան ստեղծագործություններ։ Մեր հյուրն է այսօր երգչուհի Արփի Շահնուբարյանը, ով շատերի մոտ տպավորվել է որպես պարզապես Արփի։ Ողջույն Արփի։ Ողջույն։ Ուրախ եմ, որ իմ հյուրն ես այսօր։ Ես եմ շատ ուրախ եւ շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Արփի, հեռուստադիտողը քեզ ճանաչեց Կապույտ թռչուն տեսահոլովակով, որը քեզ բերեց նաեւ տարվա հայտնություն մրցանակը։ Այո։ Ես հիշում եմ այդ տեսահոլովակը բավականին հարուստ անիմացիոն, երաժշտական եւ կերպարային լուծումներ ուներ։ Այո։ Ինձ մոտ այնպեսի տպավորություն։ Ինձ մոտ այնպեսի տպավորություն է, որ դու Կապույտ թռչուն երգի իրական հերոսն էիր։ Դե պատկերացրեք 6 ամիս պատրաստվել նման տեսահոլովակի համար, արդեն ինքնըստինքյան հերոս էի դարձել, ես էլ էի արդեն այդ դերում զգում եւ իրոք այդ տեսահոլովակը, այդ երգը ինձ շատ մեծ հաջողություն բերեց, շատ լավ սկիզբ էր։ Դու այն երգչուհիներից ես, ով չի վախենում հատել սկանդալայնի եւ էպատաժայինի սահմանը։ Քեզ կարելի է համարել ինքնատիպ, ոճային, բայց միևնույն ժամանակ շատ համարձակ արտիստ։ Հիմա կարծես ավելի համեստ կերպարով ես հանդես գալիս։ Ինչն է պատճառը, որ չես շարունակում սկզբնական գիծը։ Գիտեք, սկզբնականը ինձ շատ հոգեհարազատ էր, շատ լավ էր։ Այդ համարձակության մեջ ես ինձ շատ լավ էի զգում։ Համարձակություն, բայց չափի մեջ համարձակություն, խելացի համարձակություն։ Դա էր մեզ մոտ, մեր թիմի մոտ, մի ամբողջ թիմի մոտ, ովքեր ում հետ որ ես համագործակցում էի, բայց համարձակ այդ ոճի, այդ դրա համար լսարան է պետք։ Մենք այդ լսարանը չունենք կամ շատ փոքր է։ Այսինքն, երբ որ մենք տեսնում ենք, դրսի արտասահմանյան տեսահոլովակները, երգերը, մշակումները, գործիքավորումները, դրա համար կա շատ մեծ լսարան, այսինքն, որ դրա պահանջը ունեն։ Իսկ մեզ մոտ այդ լսարանը շատ փոքր է եւ պատկերացրեք, այս տարիների ընթացքում ավելի փոքրացավ։
Դրա համար ես էլ այսպես ավելի փակվեցի։ Այսինքն դու որոշակի փորձ ձեռք բերելուց հետո հասկացար, որ կամաց-կամաց պետք է փոխել ուղղվածությունը։ Ոչային առումով էլ եւ ճիշտն ասած մի քիչ ինքս ինձ մեջ երբ որ փակվեցի, ավելի հասունացա, ավելի ես երաժշտական դարձա, սկսեցի աշխատել խմբի հետ, կենթանի խմբի նվագակցությամբ սկսեցի աշխատել եւ դա էր, արդեն ես հասկացա, որ դա էր իմ իսկականն էր եւ արդեն երբ որ կենթանի խմբով ես հանդես գալիս, տարբեր փորձարկումներ ես անում։ Բեմի վրա մի երգի մեջ կարող է հազար ու մի իմպրովիզացիա լինել, ժողովրդականից անցնել ջազայինի, հետո սոուլ, հետո ինչ-որ բան, հետո այսպես սկսում ես ինքդ քեզ գտնել եւ հետո քանի որ շատ սիրում էի ժողովրդական երգերը, մանկուց էլ շատ սիրել եմ մեր աշխուղական գուսանական երգերը, սկսեցի հետաքրքիր մոտեցումով ներկայացնել եւ որը շատ սիրվեց եւ ինչի համար ես շատ ուրախ եմ, նույնիսկ ուրախ եմ, որ երիտասարդությունը, հա, ջահելությունը, երիտասարդությունն շատ սիրում այդ երգերը եւ փաստորեն եկանք հասանք այսօրվան։ Իսկ այժմ ինչու չեն նկարահանվում տեսահոլովակներ։ Ես թե ընդհանրապես։ Ես Այո։ Ճիշտն ասած, ես այն երգչուհիներից չեմ, որ տարին մի քանի հատ տեսահոլովակ նկարահանեմ։ Ես այսպես խիստ մտածում եմ, թե որ երգի վրա արժե նկարահանել։ Առաջինը Զեփյուրի նմանն էր, նկատի ունեմ այս ոճի մեջ, Զեփյուրի նմանն էր, հետո Թամզարա։ Հիմա մտածում եմ հաջորդը, որը պետք է լինի, շատ մանրամասն եմ միշտ մտածում։ Ինձ մոտ նախապատրաստական աշխատանքը ավելի երկար է տևում, քան հենց բուն աշխատանքը, բայց իհարկե գարուն նոր մտքեր, նոր տեսահոլովակներ անպայման կլինեն։ Եվ ամեն անգամ ուզում ես նորովի ներկայանալ եւ որպեսզի եւ ոչ երգի ոճը, ոչ տեսահոլովակը ոչ մի դեպքում չկրկնվի։ Այո, դա ինձ համար շատ մեծ բան է, նույնիսկ ես մտածում եմ ինչ պետք է լինի վերևից ներքև, ինչքան էլ ես ոճաբանների հետ աշխատում եմ, շատ վստահում եմ բոլորի հետ, մտերիմ եմ իմ ընկերներն են, բայց ամեն դեպքում ես պետք է ինձ լավը զգամ եւ ինչ որ չափով ես ինձ պատկերացնում եմ, ինչ որ ոճի մեջ թե մազերի գույն, թե ընդհանուր առմամբ չգիտեմ, դրա համար ինձ մոտ նախապատրաստական աշխատանքը երկար է տևում։ Կապ չունի, կարևորը որակյալ եւ արդյունքով։ Արդյունավետ լինի։ Ես էլ եմ այդպես կարծում, այո։ Արփի առաջին մասնագիտությամբ դու թարգմանչուհի ես եւ պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն չունես, թեպետ տիրապետում ես գերազանց կատարողական արվեստ։ Շնորհակալ եմ։ Որտեղից քեզ մոտ այդ շնորհը։ Չեմ կարող ասել, գիտեք, ես երբ որ ընդունվում էի համալսարան, Երևանի պետական համալսարանում եմ սովորել ռոմանա-գերմանական բաժին թարգմանչություն, անգլերեն ու գերմաներեն լեզուներ, ես երբեք չէի մտածում, որ ես բեմ կբարձրանամ։ Ելնելով իմ բնավորությունից, իմ շատ փակ, համեստ կեցվածքից ու, չգիտեմ, իմ ներաշխարհից ես երբեք մտքովս չէր անցնում, ոչ ծնողներս, ոչ մտերիմներս, ոչ ոք, որ ես երբևէ բեմ կբարձրանամ, այդ երկու աստիճան բարձր ես կբարձրանամ ու բարձրախոս կվերցնեմ ու կերքեմ, բայց դա ինձ մոտ ստացվեց, որովհետև դա պետք է այդպես լիներ։ Եվ հիմա ես իմ կյանքը առանց երգելու, առանց երաժշտության, չեմ ասում նույնիսկ բեմ։ Ես կարող եմ երգել, ես անընդմեջ կարող եմ երգել, ինձ համար բեմն էլ կարևոր չէ, կարևորը ինչ որ հարմարություն լինի եւ ես երգեմ։ Առանց դրա չեմ կարողանում պատկերացնել իմ կյանքը եւ պատկերացրեք, որ իմ լեզվական իմացությունը, հա, լեզվին տիրապետելը կամ բառնասիրական կրթությունը ինձ շատ օգնում է եւ ես շատ ուրախ եմ, որ այդ երկուսը կարողացել եմ համատեղել։ 2008 թվականից երգում ես Highway խմբում։ Այո։ Կարելի է ասել, որ խմբի անվանումը, հա, ինքնին որոշակի ակնարկ է երաժշտական ճաշակի մասին։ Սկզբում Highway չէր, ուրիշ անուն ուներ, բայց հետո այդ ուրիշ անունը երբեք մեր դուրը չէր գալիս։ Կոչվում էր impression, տպավորություն, բայց շատ պրիմիտիվ է։ Շատ պրիմիտիվ է եւ շատ օտարազգի բան կար դրա մեջ։ Հետո որոշեցինք ինչ եւ քանի որ մեր երաժշտության մեջ հայկականն էլ շատ մեծ, հայկական էլեմենտները, հայկական հարմոնիաները շատ մեծ տեղ էին զբաղեցնում, կարեւոր էին։ Դրա համար այսպես ու բայց բոլորին միշտ փորձում ենք բացատրել, որ դա մայրուղի բառը չէ, highway, դա մայրուղի բառը չէ, դա հայի ճանապարհն է եւ իսկապես ինչի համար էլ, ինչի շուրջ էլ փորձում ենք այս տարի գեղեցիկ ծրագիր ներկայացնել։
Քանի որ խոսք գնաց նոր ծրագրի մասին, կուզենայի մանրամասնել, ինչ նոր ծրագիր եք պատրաստում ներկայացնել։ Ուզում ենք հետաքրքիր հայկական հին երգերը նորովի ներկայացնել, նոր մեր Highway խմբի ձեռագրով, հա, լավ սիրուն ծրագիր, սիրուն մշակումներ անել, գեղեցիկ համեր կազմակերպել, ինչը միգուցե կդառնա պրոյեկտ արդեն, ինչու՞ չէ, նաև այդ պրոյեկտով հանդես գալ տարբեր միջազգային փառատոնների, որովհետև երաժիշտի համար շատ կարևոր է միջազգային փառատոնները, միջազգային բեմերը, փորձի փոխանակումը, որտեղ տարբեր փառատոններ կան այսօր աշխարհում, ջազ փառատոններ, ֆոլք եւ այլ ժանրերի մեջ, մենք էլ ուզում ենք այդ ժանրով ներկայանանք, բայց առաջին բացումը, առաջին լուրջ համերգը անենք Հայաստանում մեր հանդիսատեսի համար, հետո նոր կտեսնենք արդյունքը, ռեակցիաները, մարդկանց արձագանքները ինչպիսին կլինեն, բայց արդեն տարածքները մեծացնենք, հուսով եմ, Աստված թող ձայնս լսի։ Աստված առաջ։ Գիտեմ, որ երգում ես ակումբներում եւ կարելի ասել ակումբային ամենապահանջարկ ունեցող երգչուհիներից մեկն ես։ Կարող ես ասել, որն է առավելությունը արտիստի համար ակումբում երգելու։ Առավելությունն այն է, որ նախ դու շատ մոտ ես հանդիսատեսին եւ ամեն ինչը կենթանի է, հա։ Ամեն ինչը տեղում է որոշվում, սխալներն էլ, առավելություններն էլ, թերություններն էլ, ամեն ինչը բեմի վրա է, ամեն ինչը բաց է։ Այդ ոնց որ ասենք սերիալը թե թատրոնը, կինոն թե թատրոնը։ Այդ տիպի մի բան է, որովհետև ամեն ինչը կենթանի է, տվյալ պահին է ու էմոցիաներ, ծով էմոցիաներ, իսկ ես շատ էմոցիոնալ մարդ եմ, միշտ տրվում եմ էմոցիաներին բեմի վրա եւ ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում եւ ուղղակի երջանիկ եմ, որ ես դրա մեջ եմ, ես ապրում եմ այդ երաժշտությամբ։ Վերջերս Թամզարա երգը Pan Armenian Entertainment Awards-ի շրջանակներում գրավեց, ստացավ տարվա լավագույն երաժշտական մշակում մրցանակը, ժողովրդական մշակում մրցանակը։ Քեզ համար սպասված էր այդ մրցանակը։ Մի քիչ սպասված էր, մի քիչ ոչ, քանի որ ես շատ մրցանակակիր երգչուհիներից չեմ, ինձ համար սպասելի չէր։ Ես չեմ ասում, չեմ կարևորում, բայց քանի որ շատ դրա մեջ չեմ եղել, մի քիչ անսպասելի էր այդ առումով, բայց նաև սպասելի էր ինչի համար, որովհետև ծավալուն աշխատանք էր արված, շատ մեծ աշխատանք էր արված, նամանավան Թամզարան, Գարեգին Առաքելյանի ձեռագրով շատ լավ մշակված եւ իսկապես ինքը նոր շունչ ուներ, շատերն են երգել Թամզարան, շատ երգիչներ, շատ արտիստներ, բայց այս մեկը ուրիշ էր, այս մեկը նոր էր, մի քիչ մոդեռն էր, մի քիչ ժողովրդականը պահպանված էր։ Ես հուսով էի եւ մտածում էի գոնե լավ աշխատանքը գնահատվի, ամեն ինչ անարդար չլինի, ինչպես շատ ժամանակներում է լինում, եւ իսկապես Աստված ձայնս լսեց եւ մրցանակի համար ընդհանրապես այդ հրավերի համար, մասնակցության համար շատ շնորհակալ եմ ու Արփի, ինչպես նշեցի, սկզբում չես վախենում իմիջային կտրուկ փոփոխություններից, քեզ կարելի է տեսնել եւ կարճ սանրվածքով, եւ երկար, տարբեր սանրվածքներով եւ մազերի տարբեր գույներով։ Կա ինչ-որ մեկը, ումից ոգեշնչվում ես։ Ես կարող եմ տարբեր բաներից ոգեշնչվել, նույնիսկ փողոցում հանդիպած ինչ-որ անցորդից կամ ինչ-որ տարածքից։ Օրվա մեջ կարող է տարբեր տրամադրություն ունենամ, ինչ-որ տրամադրության անկում, բարձրացում եւ այլն, բայց հերիք է ինչ-որ լավ համերգ տեսնեմ, լավ կատարում, լավ իմիջային ինչ-որ, չգիտեմ, ներկայացում ինչ-որ մի բան, միանգամից եկավ միտքը այսպիսի բան նմանատիպ, հա, հետո սա նրա հետ կանենք, հետո նանան կանենք ու զանգ խմբին, հետո համապատասխան մարդկանց եւ ինչ որ մտքերը ոգեշնչումը արդեն սկսում է նախապատրաստական աշխատանք էլի դեպի իրականացում որևէ լավ բանի։ Ուզում էի ճշտել ինչպիսի մայրիկ ես դու, հանգիստ, հետևողական, թե հակառակը շատ անհանգիստ, պատասխանատու։ Հանգիստ հետևողական։ Ես շատ հանգիստ եմ, չեմ խառնվում իրար, նույնիսկ ով որ խառնվում է կողքից, նույնիսկ եթե անգամ ինչ որ բան եղավ, վայ, բան, ինչ որ էմոցիաներ չեմ արտահայտում, ասում եմ հանգիստ, ոչինչ վեր կաց, հիմա տեսնենք կամ ինչ որ մի բան, փորձում եմ հանգստացնել ու հետևողական, չգիտեմ, այնքան թեմա կա սրա մասին խոսելու, ես մայր դառնալը ինձ համար, չգիտեմ, ինչպես շատերի մոտ, ես այսպեսին չեմ պատկերացրել, բայց իսկապես գլխի վայր շուռ է եկել մեր կյանքը ու դեպի լավը, դեպի
անընդհատ էներգիա կա, անընդհատ այս էներգիան ինքնաբուխ գալիս է եւ ուղղակի մեր երջանկությունն է, մեր բալիկը։ Եվ մտածում էիր ինչպես եմ ես առանց իմ բալիկի մինչև հիմա ապրել։ Ես մտածում եմ, վայ ժամանակ չեմ ունենա այս մի բանին տրամադրելու, այն մի բանին տրամադրելու, բայց պատկերացրեք ինքնըստինքյան ամեն ինչն էլ հասցնում ես։ Մայրիկները այդպիսին են։ Այո, իսկ հաճախ ես վերլուծում ինքդ քեզ, թե ավելի ինքնաբուխ ես ապրում եւ պահի թելադրանքով։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ գլուխը դրեց բարձին, քանի դեռ չի քնել, ես շատ շուտ եմ քնում։ Քանի դեռ չի քնել, մի քիչ պետք է օրվա իրադարձությունները վերլուծի։ Ես ինքս այդպիսին եմ։ Մի քիչ վեր եմ լուծում, ինչպես վարվեցի այս մարդու հետ, ինչպես խոսեցի, ճիշտ էի, սխալ էի, բայց կարող էի նաև այսպես անել, կարող էի նաև այնպես անել։ Մի քիչ հայ ինքնադաստիարակչական ինչ-որ բաներով եմ, մտքերով եմ զբաղված լինում, բայց դե մարդ ես, օրվա ընթացքում հազար ու մի բան կարող է լինել, այդ որ ասում եմ բնավորության անկում կամ բարձրացում, ինչ որ ինքնաբուխ բան կարող է լինել, որ ինքդ էլ քո ոչ խոսքի տերն ես, ոչ արարքի տերն ես, այդպես լինում է, որովհետև շատ բարդ կյանք ենք ապրում, շատ լարված, շատ հագեցած, բայց ամեն դեպքում փորձում եմ միշտ պահել ինքս ինձ վերահսկել ու ինքս ինձ շատ եմ վերլուծում։ Անալիզը իմ կյանքում շատ մեծ դեր ունի։ Շնորհակալ եմ Արփի այսչափ պոզիտիվ, ես էլ եմ շատ շնորհակալ անմիջական զրույցի համար, քեզ մաղթում եմ բազում հաջողություններ քո նոր մտահղացումներում, ինչպես նաև քո անձնական կյանքում մեծ երջանկություն։ Շնորհակալություն, ես էլ ասեմ, որ վաղուց այսքան խորը հարցազրույց չէի ունեցել, սկսած կապույտ թռչունից մինչև այսօր։ Ես էլ եմ շատ շնորհակալ եւ ձեզ լավ եթեր ու խաղաղություն։ Անհաջողություններն այդքան էլ սարսափելի չեն թվա, եթե հիշենք, որ ամեն ինչ անցողիկ է։ Մաղթում եմ հաճելի իրադարձություններով լի շաբաթ։ Կհանդիպենք։